Քրիստոսի սիրով ողջույն ձեզ։ Այսօր ավագ երեքշաբթին է։ Ինչու է կոչվում ավագ, որովհետև այս շաբաթը բովանդակ քրիստոնյաներիս համար ամենակարևոր շաբաթն է, որի վերջնակետը անշուշտ մեր Տեր եւ Փրկիչ Հիսուս Քրիստոսի հրաշափառ հարությունն է։ Ավագ երեքշաբթին Տիրոջ հրավերն է ամենքիս մասնակցելու հավիտենական խնջույքին, որտեղ մենք բոլորս հրավիրված ենք։ Օրը իր անունը ստացել է Քրիստոսի պատմած 10 կույսերի առակից, որոնցից 5-ը իմաստուն էին եւ 5-ը հիմար։ Իմաստուն կույսերը պատրաստ էին փեսային դիմավորելու, իսկ հիմար կույսերը, քանի որ պատրաստ չէին, չկարողացան փեսայի հետ մտնել հարսանյաց սրահ։ Ընթերցենք այս առակից մի հատված։ Եվ երբ փեսան ուշացավ, ամենքն էլ նիրհեցին եւ քուն մտան։ Կեսգիշերին մի ձայն լսվեց. «Ահա փեսան գալիս է, վեր կացեք նրան ընդառաջ»։ Այդ ժամանակ բոլոր կույսերն արթնացան եւ իրենց լապտերները կարգի բերեցին։ Հիմարներն իմաստուններին ասացին. «Մեզ ձեր յուղից տվեք, որովհետև մեր լապտերներն ահա հանգչում են»։ Իմաստունները պատասխան տվեցին եւ ասացին. «Այնպես չլինի, որ թե մեզ եւ թե ձեզ չբավականացնի, ուստի գնացեք վաճառողների մոտ եւ գնեք ձեզ համար»։ Երբ նրանք գնացին գնելու, փեսան եկավ եւ ովքեր պատրաստ էին նրա հետ հարսանիքի սրահը մտան եւ դուռը փակվեց։ Սիրելիներ, ավագ երեքշաբթի օրվա բուն խորհուրդը ամենքիս հրավեր է Աստծո թագավորության մեջ բազմելու։ Այսօր մենք յուրաքանչյուրս կանգնած ենք այդ հրավերը ընդունել կամ չընդունելու առջև։ Եթե մեր հավատքի կանթեղները պատրաստ պահել ենք եւ ունենք նաեւ լրացուցիչ ձեթ կամ լրացուցիչ յուղ, որ այլաբանորեն մեր բարի գործերն են, մենք վստահաբար կկարողանանք ընդունել այդ հրավերը։ Իսկ եթե քնած ենք, թմբիրի մեջ ենք, առօրյա խնդիրներով տարված ենք եւ անտարբեր ենք Աստծո ձայնի նկատմամբ, մենք նմանվելու ենք հիմար կույսերին։ Ուրեմն, սիրելիներ, ջանանք ամբողջ հոգով եւ ամբողջ սրտով անսալ Տիրոջ ձայնին եւ հրավերին, որպեսզի երբ ազդարարի փեսայի գալստյան լուրը, մենք ամենքս պատրաստ կանգնած լինենք դռների առջև։ Աստված պահապան ամենքիս։